Բարի երեկո բարեկամներ, եթերում հայկական հեռուստատեսության երկրորդ ծրագիրն է։ Կարինե Սարգսյանը հայկական նորաստեղծ հեռուստատեսության առաջին դեմքերից է։ 57 տարի առաջ ավելի ավագ սերնդին վստահվեց հայկական հեռուստատեսության ստեղծումը, հետո սկսեցին հաջորդել նոր անուններ։ Ժամանակն է սկսելու լինում է եւ էլի կլինի ծրագիրը։ Փոխվեցին ոչ միայն դեմքերն ու ծրագրերը, այլև հեռուստատեսությունն ընդհանրապես։ Կարեն Քոչարյանի համար հին ու բարի ժամանակները հայկական հեռուստատեսության լավագույն տարիներն են։ Իհարկե դժվար էր այդ տարիներին աշխատել, դժվար էր, որովհետեւ քեզանից պրոֆեսիոնալիզմ էին պահանջում։ Մենք կարող ենք նկատողություն ստանալ մի բառ անգամ փոխելու համար տեքստում։ Միգուցե դա էլ է ծայրահեղություն, համամիտ եմ ձեզ հետ, բայց կարծում եմ, որ այսօր շատ է բացակայում այդ խստությունը հեռուստատեսությունում։ Ժամանակն առաջ է գնում, փոխվում են նաև հեռուստադիտողի պահանջները։ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Կորյուն Առաքելյանը հիշեցնում է, վերջին մրցույթում 25 հեռուստաընկերություն է ստացել հեռարձակվելու իրավունք։ Մրցակցությունն իր դրական արդյունքն իհարկե տալիս է, բայց արագ փոփոխվող ժամանակակից աշխարհն իր պահանջներն ունի։ Այն խնդիրները, որոնք այսօր կան մեր հեռուստատեսության մեջ, գրեթե դա զուտ հայկական երևույթ չէ։ Այսօր հեռուստադիտողը դարձել է խստապահանջ, եթե հեռուստատեսությունները լուրջ փոփոխություններ չկատարեն իրենց ծրագրերում, իրենց հաղորդումներում, հետ է մնալու։ Չորրորդ իշխանություն որպես այդպիսին լիիրավ իշխանություն ինքը չի ձևավորվել։ Եվ երկրորդը դա այդ մասնագիտական պակասն է, պրոֆեսիոնալների պակասն է, բոլոր ոլորտներում, ոչ միայն լրագրության մեջ։ Մեկնարկելի ազգային ժողովի հերթական քարորյան խորհուրդ։ Մասնագետների կարծիքով այսօրվա հեռուստատեսությունն իր հիմնական գործառույթը կատարում է։ Տեղեկատվության պակաս չկա։ Զվարճանքին երբեմն ավելի շատ ժամանակ է հատկացվում, քան պետք է, իսկ կրթական ու դաստիարակչական հաղորդումների խիստ պակաս կա։ Թե վաղը մենք ինչ ճաշակի ենք ուզում տանել մեր երիտասարդությանը, այս արդեն լուրջ խնդիր է։ Եվ եթե մենք այդ թունելի ծայրում, թեկուզ այդ լույսը մեզ համար հայտնի չի եւ չի երևում այդ լույսը, մենք այդպես խարխափելով չենք կարող առաջ գնալ։ Բարև ձեզ, դուք դիտում եք Ազդարարը, ես իմ գործընկերները ողջունում եմ ձեզ։ Որպեսզի հայկական հեռուստատեսությունը ժամանակին համակայլ լինի, պետք է տեխնիկական լուրջ փոփոխություն կատարի։ Մասնագետների կարծիքով թվային հեռուստատեսությունը բոլորովին այլ որակ է ենթադրում։ Նոր մակարդակի հեռուստատեսություն կա, որը սաղաշարում գոյություն ունի, ինքը քանի որ զարգացման դինամիկա կա, մենք էլ պարտավոր ենք այդ դինամիկան ընդունել որպես նորմալ երկիր։ Տրանսպորտի եւ կապի փոխնախարարի խոսքով վերջին մրցույթում հաղթել է Ericsson ընկերությունը, որն էլ շուտով պարտավորվելու է տեղադրել անհրաժեշտ բոլոր սարքավորումները եւ վերապատրաստել մեր մասնագետներին։ Հեռուստատեսության թվայնացումը կարժենա 12-ից 15 միլիոն դոլար։ Գործընթացը նախատեսվում է ավարտել 2015 թվականի երկրորդ եռամսյակին։ Բաժանենք երկու մասի՝ անապահով մարդիկ եւ մարդիկ, որոնց համար խնդիրը շատ հեշտ կլուծվի։ Անապահով մարդկանց համար կարծում եմ, որ պետությունը կօգնի, իրանց համար դեկոդերները կտան նվեր, որոնք կմիացնեն հեռուստացույցին ու թվային ազդանշանը կդարձնեն անալոգ, միջև հետո ինքը կորոշի ունենալ թվային հեռուստացույց։ Թվային հեռուստատեսությունը տեխնիկական փոփոխություն է, կարևոր, բայց ոչ ամբողջական։ Մասնագետների կարծիքով հեռուստադիտողն ակնկալում է բովանդակային փոփոխություն, թե ինչ որակի տեխնիկա կլինի, հուշարարի օգնությամբ կկարդա հաղորդավարը, թե առանց դրա հեռուստադիտողին քիչ է հետաքրքրում, այլ այն, թե ինչի մասին է նա խոսում եւ ինչպես է մատուցում ասելիքը։ Շատ լավ է, իհարկե, երբ որ մենք կնայենք, պատկերը ավելի մաքուր կլինի, բայց դա չի ազդի բովանդակության վրա, որովհետև այն միջոցներ, այն մարդիկ, ովքեր որ ստեղծում են բովանդակությունը, իրենք այս պահին էլ աշխատում են։ Վատը նա է, երբ որ այդ արագության տակ մենք հաճախ բովանդակային մասն ենք մոռանում, մենք երբեմն իջնում ենք հասարակայնության այն խավի մակարդակին, որին բարձրացնելու համար մենք նրանից պետք է մի քիչ վերև կանգնենք։ Այնպես որ այսօրվա հեռուստատեսության խնդիրներն ավելի են բարդանում, մրցակցությանը դիմանալու համար անհրաժեշտ է լուծել ոչ միայն տեխնիկական, այլև բովանդակային խնդիրները։ Նարայե Փշեմյան, Հակոբ Ազատյան, Ազդարար։